Սկսենք։ Ես քեզ նշան կա։ Okay։ Գնացինք։ Դե ինչ մեր ոդկասթի երկրորդ էպիզոդն ենք նկարահանում։ Իրականում առաջին էպիզոդից հետո, պարոն նախագահ Ագնեսա, բավականին դրական արձագանքներ ենք ստացել, շատ դիտարկումներ, առաջարկներ, թե ինչ թեմաներից կարելի է հատկապես խոսել։ Ու ես ուզում եմ այսօրվա մեր քննարկումը սկսել խաղաղություն, թե պատերազմ թեզից։ Վերջին տարիներին ընդհանրապես անկախությունից ի վեր այդ երկընտրանքը կարծես թե մեր քաղաքական դիսկուրսի անկյունակարերից է, բայց եթե ժամանակին քննարկվում էր օրինակ Արցախյան հիմնախնդրի համատեքստում որոշակի զիջումներ իրականացնել եւ դիմացը անվտանգություն եւ խաղաղություն ստանալ, հիմա ինչ է ստացվում։ Ամեն հնարավորը զիջել են, պատերազմը որ բերել են, պատերազմի վրա, բայց խոսում են դեռ խաղաղությունից։ Բայց հասարակ քաղաքացիները ասում են դե լավ, էս խեղճ Նիկոլը ամեն ինչ տալիս է, բայց տեսեք չեն կրակում սահմանին։ Ասես խաղաղությունը եւ անվտանգությունը մենակ չկրակելու կոմպոնենտն է։ Ու շատերը մեզնից ակնկալում են, որ մենք ավելի բացենք, թե մեր խաղաղության թեզը որն է։ Մենք ոնց ենք պատկերացնում անվտանգություն ու խաղաղություն ինչպիսին կլինի։ Հենց խոսքը գնաց խաղաղության մասին եւ երբ նախաստորագրվեց, այսպես ասենք, խաղաղության պայմանագիրը, որը իրավական ուժ ընդհանրապես չունի, մենք խոսում ենք երաշխավորված խաղաղության մասին։ Երաշխավորված նշանակում է միջազգային երաշխիքներ եւ երաշխավորող պետություններ։ Եվ մեր մոտեցումը հետեւյալն է, որ չի կարող խաղաղություն կախված լինի մեկ մարդու բարի կամքից։ Ես սա նույնիսկ իմ համար անվանել եմ հորս արև խաղաղությունը, սա չի կարող աշխատել։ Սա ցույց է տալիս նաև աշխարհի փորձը։ Եթե հետաքրքիր է, կարող եմ նաև այդ փորձը։ Հա, իհարկե, ինձ թվում է արժե, որ այդ համեմատությունները տանենք։ Նայեք, երկու օրինակ։ Մեկը Իսրայել-Պաղեստինա այդ խնդրի օրինակը եւ մյուսը Կիպրոսի։ Եվ այստեղ հետաքրքիր զուգադիպություններ եւս կան։ Իսրայել-Պաղեստինա 93 թվականին Վաշինգտոնում Օսլոյի ակորդը ստորագրվեց եւ հայտարարվեց, որ process-ը խաղաղության մեկնարկում է եւ բավական հաջող մեկնարկը եղել է։ Բայց չեն եղել երաշխավորներ, չեն եղել իրական երաշխիքներ հողի վրա։ Ես 2000 թվականի հունվարին եղել եմ պաշտոնական այցով Իսրայելում, 2 գիշեր Երուսաղեմում եւ 1 գիշեր հենց Յասեր Արաֆատի ռեզիդենցիայում բավական հետաքրքիր այց էր եւ սա այն ժամանակահատվածն էր, երբ արդեն զգացվում էր, որ խնդիրները խորանում են, բայց դեռ հույսը խաղաղության հետ կապված կար։ 1 տարի անց, 1.5 տարի անց ամեն ինչ խառնվեց եւ մենք ինչ ստացանք այնտեղ։ Ուղղակի քայքայեցին գազան, այրեցին եւ ավելի քան 70,000 զոհեր, որից 2/3-ը կին ու երեխա։ Սա է խաղաղությունը։ Եվ հիմնական պատճառը, որ չեն եղել երաշխիքներ, չեն եղել երաշխավորներ, բայց 93 թվականին 3 հոգի ստացել են Նոբելյան մրցանակ։ Յասեր Արաֆատ, եթե չեմ սխալվում, Շիմոն Պերես եւ Իսխակ Ռաբին։ Հիմա մեր մոտ զուգադիպությունը, ինչ որ խաղաղության հետ կապված մրցանակներ չկա որևէ երաշխավորանք։ Եվ երկրորդ օրինակը բավական հետաքրքիր է Կիպրոսի օրինակը։ Պատերազմը բռնկվեց 74 թվականին, բայց այն ժամանակ պատերազմը կանգնեցվեց, չկա խաղաղության պայմանագիր, իրականում չկա, բայց կան լրջագույն երաշխիքներ խաղաղությունը հաստատելու համար։ Եվ մինչ այսօր այդ խաղաղությունը կա, չկա խաղաղության պայմանագիր, բայց կա հողի վրա իրական խաղաղություն, որովհետև կան երաշխիքներ։ Մի դեպքում եղել է ստորագրված փաստաթուղթ առանց երաշխիքների եւ ինչ ավարտ ունեցավ այս ամենը ողբերգություն էր ուղղակի։ Եվ մյուս կողմից չկա խաղաղության պայմանագիր, բայց կան երաշխիքներ այդ խաղաղությանը եւ դա աշխատում է մինչ այսօր։ Եվ իդեպ իրար հետ շփվում են այս սահմանը green zone կոչեցյալը շփվում են մարդիկ
կարող է ապրի Հյուսիսային Կիպրոսում, աշխատի Կիպրոսի Հանրապետությունում եւ այլ։ Սա իրական հողի վրա։ Մենք ուզում ենք, որ լինի եւ խաղաղության պայմանագիր եւ երաշխիք։ Չէ, պարոն նախագահ, իրականում խնդիրը այլ բանի մեջ է։ Եթե զուգահեռներ անցկացնենք մեր մոտեցումների եւ իշխանության մոտեցումների միջև։ Իշխանությունները ժողովրդին ինչ են ասում։ Երբ որ մենք երաշխավորի ինստիտուտի կարևորությունն ենք ընդգծում, ասում են հենա Ղարաբաղում կար երաշխավոր եւ ինչ եղավ, այսինքն թարմ հիշողության վրա, մարդկանց թարմ հիշողությունների վրա օրինակ բերելով փորձում են ապացուցել, որ ժամանակակից աշխարհում երաշխավորի ինստիտուտը այդքան էլ կենսունակ չի այլևս։ Եվ երկրորդ դիտարկումը, պարոն նախագահ, ձեր ասացի հետ կապված, նաև վերած օրինակների հետ կապված, տեսեք, իրենք ինչ են ասում եւ առհասարակ իրանց կոնցեպտը փոխվել է, քաղաքականությունը իրանց այլ է, իրանց ռազմավարությունը այլ է։ Իրանք ասում են մենք հասկացել ենք, որ երրորդ, չորրորդ անձով, այսինքն միջնորդներով լավ արդյունքի հնարավոր չի հասնել կամ ավելի դժվար է լավ արդյունքի հասնել եւ լավագույն լուծումը երկուսի երկխոսությունն է, այսինքն ավելի լավ է մենք ու Ադրբեջանը երկուսով դեմ առ դեմ, երես առ երես երկխոսենք իրար հետ բանակցենք, քան թե միջնորդավորված, չգիտեմ, կլինի Ռուսաստան, Եվրամիություն, Ամերիկա, ավելի շատ ռուսական միջնորդությանն են դեմ ըստ էության իրանք արտահայտվում, բայց իրանց երկու մոտեցումները դրանք են։ Կար երաշխավոր, այսօր չկա Արցախ, ռուս խաղապահները, իդեմս ռուս խաղապահների եւ երաշխավորներով հնարավոր չի հասնել խաղաղության, դեմ առ դեմ բանակցությունները ավելի արդյունավետ են։ Այս երկու թեզն է ըստ էության իրանց հիմնական քարոզչական թեզը։ Հիմա դրանք հակադրվում է մեր ասացին։ Ագնեսա, առաջինը Ղարաբաղը ուներ նաև մեկ ուրիշ երաշխավոր դա Հայաստանի Հանրապետությունն էր, որը բազմաթիվ անգամ եւ Ղարաբաղի Հանրապետությունը ձևավորման պահից էր հայտարարում, որ ինքը երաշխավորն է։ Եվ այդ մեկ երաշխավոր առաջինն է հրաժարվել իր այդ ֆունկցիայից։ Ինքը կողմ էր այդ բանակցային գործընթացի, երբ կանգնեցվեց պատերազմը եւ ստորագրվեց այդ նոյեմբերի 9 20 թվականի հայտարարությունը։ Իդեպ հենց Հայաստանի Հանրապետությունը, որը որպես երաշխավորող կողմ հրաժարվել է այդ ֆունկցիայից եւ մեղադրում է Ռուսաստանին։ Եվ ինքը զրոյացրել է Ռուսաստանի դերակատարությունը որպես միջնորդ։ Ռուսաստանը, գիտեք, երկու ֆունկցիա ուներ։ Մեկը ինքը միջնորդ էր այդ հակամարտության, մեկը պատերազմը կանգնեցնելուց հետո դարձավ երաշխավորող։ Եվ սա պրոբլեմային է, որովհետև միջնորդի եւ երաշխավորողի ֆունկցիաները խաչվում են։ Երբ Հայաստանը այդ ֆորմատից ինքը իրեն դուրս քաշեց, ամբողջ կոնստրուկցիան այդ խաղաղության ինքը փլզեց, հենց Հայաստանը։ Սա մի քիչ այլ օրինակ է, ես նայեք, փորձեմ միգուցե ավելի մեծ բարձություն մտցնել ուղղակի այս ամեն ինչի մեջ։ Երբ խոսում ենք երաշխավորության մասին, մենք ինչի համար ենք ասում ենք հարատևելի լինի։ Իմ բերած օրինակներում Իսրայելի ղեկավարությունը փոխվում էր, Պաղեստինի ղեկավարությունը փոխվում են եւ բանավոր այսպես այս հորս արև այդ ֆորմուլան մյուսների համար չի աշխատում։ Հիմա գալիս են ուրիշ ղեկավարներ, որոնք շատ հանգիստ կարող են ասել, այս խոստումը ես չեմ տվել, սա բանավոր խոստում էր, սա ոչինչ չի նշանակում։ Եվ զսպող որևէ մեխանիզմներ այստեղ չկան։ Խոսքը հենց դրա մասին է։ Ալիևի տրամադրությունը կփոխվի թե չէ, վաղը մյուս օր Ալիևն ա լինելու թե չէ, թե իր կինն ա լինելու, թե տղան ա լինելու, թե մեկ ուրիշն է լինելու, եւ չկա որևէ փաստաթուղթ, որը կնշանակի, որ նաեւ կան այլ պետություններ, որոնք որոշակի պատասխանատվություն այստեղ ստանձնել են։ Խնդիրը հենց սրա մեջ է եւ նայեք, պետք չի այս հարցը դիտարկել, որ երաշխիքները պետք են միայն մեզ, միայն հայկական կողմին։
Ինչ են ասում ես, ասում են ռևանշիստներ են, չէ, չեն ուզում եւ այլ։ Խաղաղության երաշխիքները նաեւ զսպում են ռևանշիստներին, երկու կողմին է սա վերաբերում։ Սա ֆունդամենտալ հարց է։ Ինչ է ասում Ալիևը։ Ասում է սահմանադրությունը փոխեք, սահմանադրությունից այդ հռչակագրի հատվածը հանեք, որ մենք հասկանանք, որ նաև հայ ժողովուրդն է համաձայն այս ամենի հետ։ Իսկ հարց չի առաջանում, իսկ ինչի Ալիևին պետք չի երաշխիքներ։ Որտեղ ունի Նիկոլ Փաշինյան, ով զսպում այդ, այսինքն հանում է մարդուն գործից, որ գիրք նվիրում Արցախի մասով։ Ալիևը ունի այդ երաշխիքը, իդեմս Նիկոլ Փաշինյանի Հայաստանի Բայց կարա մտածի, որ միջազգայինի համար Կարավաղ Նիկոլ Փաշինյանը հաստատ չի լինելու։ Հենց խոսքը դրա մասին է։ Պետք չի այս process-ին դիտել, որ երաշխիքը պետք է միայն հայկական կողմին։ Եթե մենք խոսում ենք հարատևելի խաղաղության մասին, այդ երաշխիքը պետք է եւ հայկական կողմին, եւ Ադրբեջանին։ Ադրբեջանին ինչի համար է պետք։ Օրինակ աշխարհակահաղական մեծ փոփոխություններ են եւ ինչ պայմաններում հայկական կողմը շանս է ստանում այս ռևանշիզմը վերակենդանացնել։ Այդ երաշխիքները նաեւ ազդելու են այս պարագայի վրա։ Եվ ինչու պետք չի այդ երաշխիքները Նիկոլ Փաշինյանին։ Կարող եմ նաև սա բացատրել։ Ինձ համար պարզ է ինչու համար ինքը չի ուզում երաշխիքներ, որովհետև երաշխիքների պարագայում Նիկոլ Փաշինյանի անունը ուղիղ չի կապվելու խաղաղության հետ։ Ինքը ուզում է այնպիսի խաղաղություն, որի ընկալումը ժողովրդի կողմից լինի հետևյալը։ Այս Նիկոլը եթե չլինի, հաստատ պատերազմ լինելու։ Մենաշնորհը Իրանն է, այսինքն։ Այ հաստատ պատերազմ լինելու։ Բայց իրականում մեզ պետք է խաղաղություն, որը կապված չի լինի Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան կամ մեկ այլի հետ, որ կապված չի լինի, ով է լինի իշխանապողությունից հետո այդ խաղաղությունը լինի երաշխավորված։ Ես դրա համար բերեցի Կիպրոսի օրինակը։ Կիպրոսում բազմաթիվ նախագահներ եւ վարչապետներ են փոխել, խաղաղությունը կա։ Պայմանագիրը չկա, բայց խաղաղությունը կա, որովհետեւ կան երաշխիքներ հողի վրա։ Իդեպ Դեյտոնի համաձայնագրերը Բոսնիա-Հերցեգովինայի հետ կապված։ Վաղուց այնտեղ մի 4-5 անգամ պատերազմ կլներ, եթե չլինեին հողի վրա հստակ երաշխիքներ։ Պարոն նախագահ, այստեղ գիտեք ինչ հարց է առաջանում։ Քանի որ սովորաբար այդ հարցն են տալիս, լավ, երաշխիքներ շատ լավ կլինի որ լինի, միջոց ինքն էլ է ժամանակին այդ ամպագորգոր հայտարարություններն անում, որ մենք չենք պատրաստվում որևէ թուղթ ստորագրել, եթե երաշխիքներ չկան, հիմա էլ ասում է փոխել եմ միտքս։ Մարդ փոփոխական է, կարծիք պետք է փոխի եւ այլն, դա երկրորդական հարց է։ Բայց ինչ են ասում են այս միջազգային խառը իրավիճակում ոնց կարելի է մեկտեղել տարբեր երկրների կենտրոնների շահեր, երբ այդ կենտրոնները գտնվում են իրար հետ փաստացի պատերազմի մեջ։ Այսինքն մենք ում ենք պատկերացնում, որ կգա այդ երաշխավորությունը կստանձնի։ Ովքեր են պատրաստ, ոչ միայն մենք ում ենք պատկերացնում, այլ ովքեր ունեն այդ ներուժը եւ նաեւ ցանկությունը այս պարագայում դառնալ այդ երաշխավորը։ Անա, նայր։ Տվյալ դեպքում ինչ քայլեր են արել այդ պետությունների ներգրավելու համար։ Զրո։ Արդյոք եթե իրենք ներկայացնեն, որ մենք փորձել ենք, նույնիսկ Միացյալ Նահանգներին չեն առաջարկել երաշխիքային համակարգ։ Մեկ նկար ունենալու համար սպիտակ տանը մոռացել ամեն ինչի մասին։ վկայի կարգավիճակով։ Վկայի կարգավիճակով, այո, ինքը ուղղակի դեկորացիա էր այդ արարողության ժամանակ։ Դեկորացիա։ Չի լարել։ Ես կհասկանայի, եթե մենք տեսնեինք մի process Հայաստանի իշխանությունների կողմից եւ այդ process-ի արդյունքում իրենք հայտարարեին, դե գիտեք, փորձել ենք Ռուսաստանի հետ, Չինաստանի հետ, Եվրոմիության հետ, չի ստացվում։ Չեն էլ փորձում։ Եվ չեն փորձում մեկ պատճառով, որովհետեւ այս խաղաղությունը քարոզչական խաղաղություն է, կապված ընտրությունների հետ։ Եվ այս process-ում Նիկոլ Փաշինյանին պետք չեն երաշխիքներ։ Երաշխիքը պետք է լինի ինքը իր կերպարով։ Ամեն ինչ զիջողական կերպարով եւ քանի կա ինքը Ալիևը երբեք պատերազմ չի վերսկսի։ Հայ ժողովրդին ուրիշ կարգի խաղաղություն է պետք։ Երկարատև, կանխատեսելի։
Երաշխիքը պետք որը կախված չլինի կրկնեմ այդ միտքը։ Ոչ Նիկոլ Փաշինյանի հետ, ոչ Ռոբերտ Քոչարյանի հետ, ոչ էլ որևէ մեկ այլ պետական կամ քաղաքական գործչի անվան հետ։ Եվ ես հենց դրա համար եմ այդ օրինակները բերում։ Որտեղ չկան այդ երաշխիքները, տարիներ անց ավելի սարսափելի պատերազմ է բռնկում։ Որտեղ կան այդ երաշխիքները, զսպող մեխանիզմները, ամեն ինչ զարգանում է նորմալ հունով, խաղաղ ճանապարհով։ Ագնեսան մի հատ կետ ասաց, որ ասում ես երկկողմ բանակցություններով դա արդեն իսկ լավ է, որ տեսեք մենք երկուսով բանակցում ենք։ Դա մեծ շահավետ կլներ, եթե մենք լինեինք հաղթած կողմը։ Միայն հաղթած կողմին է շահավետ առանց միջնորդության բանակցում վարելը, որովհետև հաղթած կողմը կարողանում է ստանալ ամեն ինչ։ Մինչև այսօր տեսնենք, թե ինչքան զիջումներ է իրականացրել այս իշխանությունը, ու դեռ Ալիևն ասում է, որ սա էլ պետք է անեք, սա էլ պետք է անեք, ադրբեջանցիների վերադարձի հարց կա, սահմանադրության փոփոխության հարց կա, այսինքն այդ թեզը, որ երկուստեք հնարավոր է պայմանավորվածության հասնել աշխատող չի այն դեպքում, երբ որ դու ես պարտված կողմը, եւ հենց պարտված կողմի մեծ հաշվով շահերից է բխում միջնորդ ունենալը, երաշխավորի ինստիտուտ բերելը։ Ալիևի պարզ է, որ իր ինչին է պետք երաշխավորություն ունենալը մեծ հաշվով, բացի նրանից, որ ասում եք ռևանշիզմի կանխում եւ այլն եւ այլն։ Իրականում, եթե անկեղծ են կողմերը խաղաղության հետ կապված, երկու կողմին էլ պետք են երաշխիքներ։ Հա, եթե Ալիևը չի պատրաստվում պատերազմի, ինչի չի ուզում երաշխիք Այդա, ունենալ։ իսկ դուք վստահ եք, որ ինքը չի ուզում։ Ես վստահ չեմ, որ ինքը չի ուզում։ Իմ տպավորությամբ մերոնք այդ հարցը չեն էլ բարձրացնում։ Եթե վաղը Ալիևը համաձայնվի երաշխիքների հետ, ես ունեմ այդ տպավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը զանգելու է ասելու է ինչ ես անում։ Պետք չեն այդ երաշխիքները։ Ինչի՞։ Որովհետև իրեն պետք է քարոզչական խաղաղություն, Բայց ընտրությունները ավարտվելու են, չէ՞, 2 ամսից, պարոն նախագահ։ Օրինակ, վաղ ստորագրվում է մի փաստաթուղթ խաղաղության պայմանագիր ամբողջական ասենց երաշխիքային համակարգով։ Հարց առաջանալու է, իսկ Նիկոլ Փաշինյան դու ով ես։ Դու Ղարաբաղը հանձնողն ես, դու պարտերազմում պարտվողն ես, ու այս խաղաղությունը այնքան ամուր է, որ դու մեզ պետք չես։ Չէ, ինքը դրա պատասխանն էլ ունի, պարոն նախագահ։ Ինքը ասում է այդ խաղաղության փաստաթուղթը որ ստորագրի, ես էլ պետքա լինեմ այդ թուղթը պահողը։ Այ դրա համար եմ ես ասում։ Նկատի ունեմ ինքը շարունակությունն էլ ունի։ Այ դրա համար եմ ես ասում, հայ ժողովրդին պետքա մեկ բան։ Հարատևելի խաղաղություն, որը կախված չի Նիկոլ Փաշինյանի ասենց քաղաքական հաշվարկների հետ, որը կապված չի Իլհամ Ալիևի տրամադրության հետ, եւ եթե կողմերը կրկնեմ անկեղծ են խաղաղության հետ կապված, երկու կողմն էլ կարիք ունեն երաշխավորված խաղաղությանը։ Մեկը այս պահին այդ խաղաղությունը երաշխավորված ունենալու համար, մյուսը երկարատև առումով վստահ լինելու համար, որ ռևանշիզմի դրսևորումները եւս զսպվելու են։ Հիմա վատ է սա։ Պարոն նախագահ, եթե կարելի է վերադառնանք իմ դիտարկմանը ուղիղ բանակցություններին, այսինքն առանց միջնորդների բանակցելու, այսպես ասած, բանակցելու գիծն են իրանք Կարմիր թելի նման անցկացնում իրենց ամբողջ քաղաքականության մեջ եւ իրականացնում։ Գիտեք, այս հարցը ինչ եմ ուզում քննարկեմ, որովհետեւ դուք էլ Հայր Ալիևի հետ, այսպես ասած, շփման փորձ ունեք, նկատի ունեմ կարող եք նաեւ մեր հասարակության համար կիսվել, թեպետ ասում են, որ հայր եւ որդին շատ տարբեր են իրականում, դուք եք մի քանի անգամ այդ առիթներով խոսել, ձեր նախագահության վերջին տարիներին արդեն նախագահ էր Իլհամ Ալիև, տեսականորեն հիմա ուզում եմ նկարագրել։ Գուցե իսկապես երկու հարևան երկրի համար բոլոր խնդիրները հաշվի առնելով հասկանալի է, որ արյուն է թափվել այս ընթացքում, հազարավոր կյանքեր են խորտակվել, կորսվել, մենք այո Արցախն ենք կորցրել, բայց տեսեք ինչ են մարդկանց մեջ այսպես սերմանում իշխանությունները, ասում են, որ երկու հարևանի համար, երկու դուր դռան վրա հարևանի համար ավելի հեշտ է խոսալը, իրար հասկանալը, քան երբ որ երրորդը գա միջնորդի եւ փորձի ձեզ բարիշացնել, հաշվի առնելով նաեւ որ Ալպես հավատում եք դրան։ Մարդիկ կան, որ հավատում են, պարոն նախագահ։ Եկեք Մի քննարկենք, րոպե, որքանով է իրատեսական, նաև հաշվի առնելով ձեր փորձը,
Հայր Ալիևի հետ շփվելու։ Առհասարակ իրանք ինչպիսին են էլի այդ բանակցային process-ների մեջ։ Իրար հետ խոսալու եւ պայմանավորելու ոչ մեկը դեմ չի։ Ես ինքս երկարատև բանակցել եմ եւ եթե մենք Կիևստում ստորագրեինք այդ պայմանագիրը կլիներ երկու հոգու մեջ պայմանավորված, բայց հետո լուրջ երաշխիքային համակարգով համարագրված։ Նույն օրինակ ես բերեցի այս Օսլոյի ակորդը, Պաղեստինա եւ Իսրայել։ Իրենք երկար բանակցում էին Օսլոյում հենց։ Իրար հետ էին բանակցում։ Ուղիղ բանակցություններ էր գնում իրար հետ, վերջապես պայմանավորվել են։ Այն արգումենտը, որը դու բերում ես, դա ոքի հիմքեր չունի։ Պատերազմների 90%-ը հարևանների մեջ է լինում։ Եթե դա իմպերիալիստական պատերազմ չի, կոպիտ ասած Բրիտանիան, Հնդկաստանը ինչ որ գրավելու հետ կապված, sense կոլոնիզացիայի հետ կապված, եթե պատերազմ չի, բոլոր պատերազմները հարևանների մեջ են լինում։ Կոնտինենտալ պատերազմները հատկապես։ Եվ սա արգումենտ չի։ Իհարկե լավ է խոսալը։ Քանի պատերազմ եղավ Գերմանիայի ու Ֆրանսիայի միջև։ Գերմանացուց կամ ֆրանսիացուց եւ բրիտանացուց մեջ բոլոր պատերազմներն այդպիսի, բայց երաշխիքային համակարգ հենց դրա համար է, որ դա գործի եւ գործի հարատևելի։ Այդ օրինակը կենսունակ չի։ Եվ պատմական օրինակների հետ եւ ընդհանրապես բայց ձեր ժամանակ կենսունակ էր, չէ՞, պարոն նախագահ։ Ձեր ժամանակ կենսունակ էր, չէ՞, Քիվեստի ժամանակ կենսունակ էր, եթե Հեյդար Ալիևը, եթե ընտանիքը դեմ չլիներ, ստորագրում էր, չէ՞, փաստորեն։ Եվ ստացվում է, որ պայմանավորվածություն ձեր երկուսի միջև էր լինում։ Քիվեստում հենց ենթադրվում էր, որ լինելու է լուրջ երաշխիքային համակարգ։ Ու հետո Մինսկի խմբի համանախագահության ֆորմատ կար միշտ։ Հենց երաշխավորողները պետք է լինեին Մինսկի խմբի համանախագահները։ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա եւ Ռուսաստան։ Նկատում եմ պայմանավորվածությունը, պայմանավորվածության դուք էիք հասել, էլի երկու կողմերն էին հասել զրույցի։ Հիմա Իսրայել-Պալեստինա էլի, պալեստինցիք եւ իսրայելցիք Օսլոյում նստած մի երկու տարի բանակցել են եւ հասել են պայմանավորվածության։ Հենց հասել են պայմանավորվածության, Վաշինգտոնում ստորագրվեց այդ փաստաթուղթը։ Պարոն նախագահ, այստեղ բայց նորից գալիս է այդ հարցը։ Եթե ժամանակին կար Մինսկի խմբի համանախագահության ֆորմատ, որի անդամները հիմա գտնվում են լրիվ տարբեր բևեռներում, նույնիսկ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, ոչ միանշանակ հարաբերություններ են արդեն Տրամպի օրոք։ Մենք ոնց ենք դա, որ երբ որ վիզուալիզացնում ենք, որ երկրների հետ կարելի է աշխատել, որ բերենք այդ երաշխավորությունը։ Այն որ ինձ թվում է մեր հասարակության բացարձակ մեծամասնությունն է, նույնիսկ իշխանությունները գիտակցում են, որ առանց երաշխիքի հնարավոր չի, այլ բանա, որ իրանք ի վիճակի չեն հասնել երաշխիքների ձեռքբերման։ Մենք ում հետ ենք պատկերացնում, որ կարելի է աշխատել, հունիսի 7-ը անցել է, նոր իշխանություն է ձևավորվում, գնում ենք բանակցությունների, ում հետ մենք կբանակցենք, որպեսզի այդ երաշխիքները ստանանք։ Ես համաձայն չեմ ձևակերպման հետ։ Որ ասում ես հնարավոր չի ստանալ։ Փորձել են, ով է փորձել։ Հա, իրանց մասով պարզ է, որ ոչ էլ փորձել են, ոչ էլ պատկերացնում են։ Երբ որ ընդհանրապես փորձ չեն անում, այն գլխից ասել, որ հնարավոր չի, ես չեմ ընդունում այդ մոտեցումը։ Իմ կենսագրության մեջ այնպիսի հարցերի էին հասնում մեկ-մեկ, որ սկզբից թվում էր ֆանտաստիկայի ժանրից։ Հետևողական աշխատանքով այո կարելի է հասնել։ Եվ այն ժամանակ այդպես չէր, որ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան հարաբերությունները ասենց շատ լավ էին։ Հակասություններ միշտ կային։ Այս աստիճան ինձ թվում է ճշնամական չէին։ Հիմա Միացյալ Նահանգներ, Ռուսաստան խոսում են Արկտիկայի մասին։ Եվ ոնց որ լեզու են գտնում իրար հետ, եւ գտնելու են այդ լեզուն։ Հնարավոր է թե հնարավոր չի։ Այսինքն եւ Միացյալ Նահանգներին եւ Ռուսաստանի հետ երկուսի հետ էլ հնարավոր աշխատել, իրենց համատեղ բերել մեր դաշտ։ Այո, խոսքը գնում է եւ Միացյալ Նահանգների համար եւ Ռուսաստանի համար մի խնդրի մասին, որը էգզիստենցիալ չի իրենց համար։ Սա մի տեղ է, որտեղ իրենք կարող են համագործակցել։ Սա այն դեպքը չի, որը ասենց վճռորոշ նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար, Ռուսաստանի համար ավելի զգայուն թեմա է, բայց Ռուսաստանի որպես պետության, այսպես ասենք, ամենից կարևոր հարցը չի։ Մեզ է թվում, թե սա ամենից կարևոր հարցն է։ Բնավ ոչ։ Դրա համար վստահ եմ,
որ կարելի է աշխատել, կարելի է նաև հիմա աշխատել եւ կարելի է իմի բերել այն, ինչի մասին ես խոսում եմ։ Այսինքն, եթե իմի բերենք մեր բանաձևը հակադրելով գործող իշխանության վարած քաղաքականությանը, որը ենթադրում է ամեն ինչ զիջել այնքան որ կանաշնչես ու տես խմես, այդ տրամաբանության, դրան հակադրում ենք չզիջել, որովհետև արդեն քո կենսական շահերից էլ են կողմազիջումները գնացել եւ ներգրավել տարբեր կենտրոններին երաշխավորություն իրական հողի վրա երաշխավորություն ստեղծելով։ Այսինքն երաշխավորված խաղաղություն ընդդեմ ամեն գնով ամեն ինչ զիջելու զինադադարի, անկայուն զինադադարի, եթե սենց կոնցեպտուալ երկու նժարը դնում։ Եվ դրա համար եմ ես ասում, որ այստեղ հենց խնդրի էությունը հետևալ է մեջ է, որ Նիկոլ Փաշինյանին կայուն հարատևելի խաղաղություն պետք չի։ Իրեն պետք է քարոզչական խաղաղություն եւ այդ խաղաղության անունը հենց խաղաղությունը ինքը փորձում է կապվել իր անվան հետ։ Հենց պարադոքսալ վիճակը սա է, որ այսօր Նիկոլ Փաշինյանի շահերը, ազնական շահերը, իշխանությունը պահելու շահերը մեծ հակասության մեջ են հայ ժողովրդի եւ Հայաստանի պետականության շահերի հետ։ Ինքը ուզում է իր աթոռը, իր անունը եւ խաղաղությունը ասենց բետոնացվի, կապի իրար։ Մեզ պետք է լրիվ ուրիշ բան եւ հայ ժողովրդին պետք է լրիվ ուրիշ բան։ Հենց իմ ասածը սա է։ Խաղաղություն բառը ամենից շատ կիրառողը թշնամի է այդ խաղաղության գաղափարը։ Դե խաղաղություն բառը ամենաշատ կիրառողի օրոք ամենաշատ պատերազմն ա եղել, ամենաշատ զոհերն են եղել եւ ամենաշատ տարածքային կորուստներն են մնացել։ Այդ ամեն ինչը հասկանում եմ։ Ես նկատի ունեի մենք որպես քաղաքական միավոր ինչ ենք անելու։ Այս արգումենտներով խոսանք ժողովրդի հետ։ Բացատրենք։ Երկը բացատրենք։ Բացատրենք, որ մենք մեր առաջարկը իսկական խաղաղության առաջարկ է, որ այդ խաղաղությունը հակացված է Նիկոլ Փաշինյանի շահերի հետ։ Եվ ինքը չի արել ոչինչ երաշխիքներ ունենալու համար, որ այսպես ապրել, քեֆանել, այս ամբողջ այդ փաթեթը երաշխավորված լինի ոչ միայն այսօր մեր քաղաքացիների, իրենց երեխաների համար, իրենց թոռների համար։ Մենք պետքա փորձենք այդ թեզը իսկապես ջարդել, որ եթե Նիկոլ Փաշինյանը չի, ուրեմն պատերազմը։ Իրանք այդ թեզը այնքան ակտիվ են տանում ու գիտեն, չէ, ինչ հասարակության հետ գործ ունեն։ Հետ պատերազմ տեսած, այդքան կորուստներ տեսած հասարակությանը, երբ որ մի հատ պատերազմի անուն է տալիս, մարդիկ իսկապես այդ էմոցիայի մեջ են մտնում ու ասում են, լավ, ինչ ուզում ա լինի, մենակ պատերազմ չլինի։ Ու իրանք այդ ֆոնը կարողանում են ինչ որ ձևով ստեղծել, բայց ես հույս ունեմ, որ մեզ հիմա այսօր լսողները ակնհայտորեն իրանց համար եզրակացրել են, որ որևէ մեկը պատերազմի մասին չի խոսում, ընդհանրապես պինդ խաղաղության, երկարատև խաղաղության մասին ենք խոսում։ Հո մենք գիշ չենք, որ նստենք ու ասենք մենք պատերազմ ենք ուզում, գալու ենք պատերազմ լինի։ Երբեմն երբ որ ինձ այս հարցը տալիս են, բացի քաղաքական կոմպոնենտից, կներեք, էլի sense անձնական բան եմ ասում, իմ տղան հաջորդ իշխանության օրը գնալու է բանակ։ Ասում դուք խելագար եք, այսինքն ես մտածում եմ, որ պետք է, պայմանական ես կամ ընդդիմությունը գա մաս լինեն իշխանության ու պատերազմ լինի, իմ տղան էլ գնա պատերազմ, ով է ցանկանում նման բան։ Որպես անձնական շահագրգռվածություն, հա, որպես մայր, որպես քաղաքական գործիչ, որպես ուղղակի քաղաքացի, ոնց կարող է մարդ ուզենա պատերազմ լինել, խեն գժանոցը։ Նա Էրաննա, այս հիմա լսում եմ, եւ իմ տպավորությունը, որ օրինակ դու փորձում ես ինչ որտեղ արդարանալ։ Չէ, մեր ժողովուրդ ախր այդ տպավորությունը ունի։ Բայց փորձում ես իրականում, ոնց որ փորձում ես արդարանալ։ Ինչի համար։ Հակառակը, ես լրիվ հակառակը կասեի։ Նիկոլ Փաշինյանը ամենից մեծ վտանգն է պատերազմ սկսելու տեսանկյունից։ Ինքը ամենից մեծ վտանգն է, որովհետև ինքը այսօր հնարավորություն ունենալով երաշխավորված խաղաղություն ունենալ, երաշխավորված ինքը անում է ամեն ինչ, որ այդ խաղաղությունը ոչ թե լինի երաշխավորված, այլ կախված լինի Իլհամ Ալիևի տրամադրությունից։ Տեսեք, մենք 2021 թվականին ասում էինք ինչ, արժանապատիվ խաղաղություն։ Մարդիկ արժանապատիվ խաղաղությունը ասոցացնում են պատերազմի հետ ըստեյության եւ իշխանությունները քարոզչական իրենց բոլոր միջոցներով, խողովակներով, քարոզիչներով համոզում էին ժողովրդին, որ արժանապատվության հասնել հնարավոր է բացառապես պատերազմի միջոցով,
որ վերականգնես քո ուժերը։ Իսկ պարտված երկիր իր ուժերը կարող է վերականգնել, իր տարածքային ամբողջականությունը կարող է վերականգնել, Արցախը կարող է վերադարձնել բացառապես պատերազմի միջոցով։ Դրա համար ոնց որ մեզ կպցրեցին այդ պիտակը կպցրեցին, որ մենք պատերազմի ուժ ենք, պատերազմի կուսակցություն, դուք պատերազմի առաջնորդ, ախր ձեր կենսագրությունից էլ ոչ եք կարող փախնեք, պարոն նախագահ։ Ագնեսա, ինչ է նշանակում արժանապատիվ խաղաղություն, օրինակ իմ պատկերացմամբ։ Արժանապատիվ խաղաղությունը հենց այն խաղաղությունն է, որը ենթադրում է երաշխավորված խաղաղություն, որ ես ստիպված չեմ լինելու այդ խաղաղությունը պահելու համար ամեն անգամ անհասկանալի զիջումների գնամ, սահմանադրություն փոխել, Ալիևը մեզ հայհոյի հանկարծ չպատասխանես, արժանապատիվը սա է։ Հենց արժանապատիվ խաղաղությունը նշանակում է երաշխավորված խաղաղություն, որը բանի պես էս մուրջի պես կախված չի քո գլխին, որ անընդհատ sense դու մտածես, որ հանկարծ sense մի այնպիսի բան չանես, որ Ալիևը կարա այլ կերպ մեկնաբանի եւ սկսի պատերազմ։ Սա անարժանապատիվ խաղաղություն է։ Հիմա արժանապատիվ խաղաղությունը սրա մասին է։ Այլ ոչ թե պատերազմ սկսելու մասին է։ Միգուցե լավ չենք բացատրել 21 թվականին։ Գուցե։ Միգուցե 21 թվականին ժողովուրդը շոկի մեջ էր։ Թարմ էր այդ վերքը։ Բայց կրկնում եմ, հենց երաշխավորված խաղաղությունը դա այդ արժանապատիվ խաղաղությունն է։ Որովհետև սա կնշանակի, որ այս էջը փակվում է, մենք մտնում ենք մեկ այլ զարգացման փուլի մեջ, չմտածելով ամեն քայլափոխի, որ էսա, sense ինչ որ բան անենք դուր գալու համար Էրդողանից, Ալիևից, գիրքը Էրդողանի sense թևի տակ պահենք, որ հանկարծ մեզ վատ աչքով չնայի։ Արժանապատվությունը դրա մեջ է, որ դու բաց դեմքով, բաց մտքերով դու իսկապես ձգտում ես խաղաղության, բայց դու չես ուզում այդ process-ը մշտական ստորացման process լինի քո համար եւ քո ժողովրդի համար։ Լավ, կարծում եմ այս թեմային բավարար չափով անդրադարձ կատարեցինք, մեր քաղաքացիներն էլ իրենց եզրակացությունները կանեն։ Կարծում եմ արժե նաեւ քննարկել մեր իշխանափոխությունից հետո տնտեսական, սոցիալական ինչ հնարավորություններ կարող ենք ստեղծել մեր քաղաքացիների կյանքում։ Հիմա ինչ են ասում են, տեսեք, խաղաղությունը բերել ենք, չեն կրակում, ժողովուրդը սկսել է ավելի լավ ապրել, դրա ցուցանիշները իհարկե առանձնապես չեն երևում, որովհետև միայն այն, որ մեր պետական պարտքը ավելացել է հասնելով գրեթե հեսա 15 միլիարդի, արդեն լավ բան չի նշանակում, բայց այդ ընդհանուր ֆոնը ստեղծում է, որ սկսել է ժողովուրդը ավելի լավ ապրել, հեսա թոշակառուների թոշակը բարձրացրել ենք, ու այս ֆոնը ընդհանուր ստեղծում է լավ ապրելու, բարեկեցիկ ապրելու մասին։ Մենք որպես ուժ իհարկե ավելի շատ ասոցացվում ենք անվտանգություն ապահովելու հետ, բայց ես ուզում եմ, որ նաև մեզ լսող քաղաքացիները պատկերացում կազմեն, թե մենք ինչ ենք առաջարկում նրանց առօրյա կյանքը ավելի բարեկեցիկ դարձնելու համար, ինչ կարող ենք ստեղծել, հա, ինչ փոփոխություններ բերել, որպեսզի իրանց կյանքը ավելի բարեկեցիկ լինի։ Վերջերս էկոնոմիկայի նախարարությունը, եթե չեմ սխալվում, հրապարակել է մի ինֆոգրաֆիկա ցույց տալով, թե Հայաստանը ինչպիսի տնտեսական զարգացում է ապրում այս վերջի տարիների ընթացքում։ Ակնհայտ երևում էր, որ այսօրվա տնտեսական ցուցանիշները սկսել են բարելավել 22 թվականից հետո ռուսո-ուկրաինական պատերազմից հետո։ Այսօրվա տնտեսական մոդելը բավական պրոբլեմային է։ Այն պահին, երբ պատերազմը կաղնեց եւ Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները վերանան կամ թեթևանան, մենք ունենալու ենք լրջագույն խնդիրներ։ Ես կարծում եմ, մեր ժողովուրդը այդ խնդիրների խորությունը լավ չի պատկերացնում։ Եվ ոչ ոք չի էլ փորձում ներկայացնել այդ խնդիրների իրական ծավալը։ Եվ սրա հետ մենք առնչվելու ենք։ Եվ առնչվելու ենք հաջորդ 5-ամյակում անկասկած։ Տնտեսական առումով իհարկե մեր տնտեսությունը պետք է ունենա արդյունաբերություն, պետք է արտադրենք մի ապրանք, որը մրցունակ պետք է լինի արտաքին աշխարհներում։ Մենք պետք է ճիշտ գնահատենք, թե մեր շուկաները որ շուկաներն են։ Եվ չի կարող քո տնտեսական քաղաքականությունը քո արտաքին քաղաքական
նախապատվությունների հետ չի կարող հակադրության մեջ մտնել։ Այնինչ կա այսօր, ուղղակի ինձ համար ասես մի քիչ շոկային է զուտ արհեստավարժության տեսանկյունից, պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից։ Դու հայտարարում ես, որ գնում ես Եվրոպական միություն, Եվրոմիության հետ քո արտաքին առևտրի ծավալը ընդամենը 7%-ի չափ է, թե չեմ սխալվում, մոտավորապես։ Չէ, ոնց որ մի քիչ ավել է, բայց մի քիչ ավել։ Դու ասես շպագատի մեջ ես, քո արտաքին քաղաքականությունը ու քո տնտեսական շահերը լրիվ այլ հարթությունների վրա են։ Հիմա ինչ են հայտարարում, ասում են Ռուսաստանի հետ առևտրային ծավալները մոտավորապես 35%-ն են կազմում, չէ՞ ընդհանուրի մեջ։ Իրական թիվը 35 չի։ Ես դες միանշանակ եմ ասում։ Փորձեմ բացատրել ուղղակի այս հանգամանքը, այդ հայտնի առաջի հարկատուն հեռախոսներ ներմուծողը։ Այդ հեռախոսները Հայաստանում չեն արտադրվում, չէ՞, ինքը միտեղից ներամուծում։ Իրականում ինքը այդ ծավալի առևտուր է անում Ռուսաստանի հետ, բայց ինքը այլ երկրից բերում է։ Եվ եթե այդ ամբողջ sense զուգահեռ ներմուծումները, որը ուղղակի Ռուսաստանի վրա դրած պատժամիջոցների շրջանցելու ճանապարհով է արվում, եթե այս ամբողջը գումարեք, հավաստիացնում եմ ձեզ, առնվազն 60% դա Հետո Արաբական Միացյալ Էմիրություններ գնացող էլ այդ ապրանքաշրջանառությունը հենց դա է, հիմնական ապրանքը բերում են այստեղ, այստեղից գնում է Ռուսաստան, գրանցվում է վիճակագրության մեջ որպես էմիրությունների հետ առևտրի ծավալ, բայց այ առևտրի ծավալի շարունակությունը գնում է մեկը Ռուսաստան։ Այլ թիվ է, դուք հետաքրքրվեք տուրիստների քանակով։ Մի հատ տեսեք ինչ տոկոս է կազմում տուրիստական հոսքերը Ռուսաստանից։ Ես օրինակ հոկտեմբեր ամսին թռել եմ Կիպրոս մի քանի օրով եւ գնալուց եւ գալուց ինքնաթիռի ուղևորների 80%-ը եղել են Ռուսաստանի քաղաքացիներ, 80%։ Համոզված եմ, որ բոլոր այլ ուղղությունները մոտավոր պատկերը նույնն են։ Եվ Ուիզերը եկել է Հայաստան, նաեւ ծավալվում է այսօր Հայաստանում այդ հոսքերի համար։ Հիմա պատկերացրեք, սանկցիաները հանվեցին եւ Մոսկվա Լառնակա ուղիղ թռիչ կլինի, ով է գալու Հայաստանում։ Եվ այդ մարդիկ բոլորը վիճակագրության մեջ տուրիստ են։ Որտեւ գալիս են կարող է մի գիշեր Հայաստանում մնան կամ օթանավակայանից գան, միտեղ հաց ուտեն, հետ գնան։ Տրանզիտային երկիր է Հայաստանը, բայց դառնում է դա այն դասական տուրիստը չի, որը եկել է մեկ շաբաթով կամ 10 օրով մնում է Հայաստանում, պտտվում է Հայաստանում մեկ, դա այն տուրիստն է, որը ստիպված քո երկրով է գնում մեկ այլ տեղ իրավիճակից ելնելով։ Սա պետք է հասկանալ եւ տվյալ դեպքում կրկնեմ այդ միտքը։ Քո արտաքին քաղաքականությունը չի կարող այդքան կտրված լինել քո փաստացի տնտեսական կապերից, քո փաստացի տնտեսական քաղաքականությունից։ Նաեւ եթե չեմ սխալվում, քպականներն են, չէ՞ ասում են, հիմա վիզերը կա, մարդ կարող է Երևանից թռնի, Հռոմում սուրճ խմի։ Ճիշտ են ասում։ Բայց ով որ իրեն թույլ է տալիս թռնի Երևանից եւ սուրճ խմի Հռոմում, հաստատ իրեն փողը աշխատում է Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Առնվազն 70%-ը Հայաստանի բնակչության փողը աշխատում է Ռուսաստանի Դաշնության հետ կապերի շնորհիվ, որտեղ շուկան դա է, եվրոպական շուկան մեզ համար փակված է, փակ է։ Ես նախագահ եմ եղել, ես այն ժամանակ բավական մեծ էր մեր առևտուրը Եվրոպայի հետ, բայց ամեն ապրանքատեսակի համար ուղղակի հսկայական աշխատանք էր պահանջում եվրոպական շուկա մտնելու համար։ Հիմա մոդել, դու աշխատում ես Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում եւ պատրաստ ես փող ծախսել Եվրոմիությունում։ Սա է մոդելը։ Նայեք մեր բանկային համակարգը, գրեթե բոլոր բիզնեսներում այսպես է։ Հիմա մենք այն ժամանակ էլ ենք դա տեսնում։ Դրա համար մենք ինչ էինք ասում։ Ասում ենք մենք բոլորի հետ ուզում ենք լավ լինել։ Մենք ռազմավարական հարաբերություններ ենք ստեղծում եւ զարգացնում Ռուսաստանի հետ, բայց մենք նաեւ մտնում ենք Եվրոխորհուրդ, մենք մտնում ենք
համաշխարհային առևտրի կազմակերպություն, որ կանխատեսելի առևտուր ունենանք, մենք մերձացնում ենք մեր հարաբերությունները Եվրոպայի հետ, մենք գնում ենք վիզաների ազատականացման եւ այլ։ То есть այդ մոդելը, որ այստեղ փող եմ աշխատում, բայց ուզում եմ նաեւ այստեղ ծախսել, պետք է քեզ թելադրի, որ ոչ թե դու պետք է վարես քաղաքականություն կամ, դու պետք է վարես քաղաքականություն եւ, որովհետեւ սա բխում է քո ժողովրդի շահերից։ Հասկացաք այդ մոդելը իմ տպավորությամբ սա այնքան պարզ է։ Ես օրինակ կողմ եմ իհարկե, որ Եվրոպական միության հետ այդ թվում նաև տնտեսական համագործակցությունը էականորեն ավելանա, բայց հենց այս իշխանության օրոք է, որ այդ համամասնությունը Ռուսաստան, ԵԱՏՄ եւ Եվրամիություն էականորեն սրվել է։ Չնայած հաճախ ասում են, այն նախկին իշխանությունները կախվածության մեջ են դրել երկիրը Ռուսաստանից, բայց հենց այս իշխանության օրոք տնտեսական առումով Հայաստանը էականորեն ավելի կախված է Ռուսաստանից եւ ԵԱՏՄ շուկայից։ Ու այս պարզ հարցն է առաջանում, եթե դու քաղաքական առումով տրամադրված ես դեպի Եվրոպական միություն, թող մի հատ խոշոր կազմակերպություն ասեն Եվրոպական միության անդամ երկրների, որոնք Հայաստանում պատրաստ են ներդրում իրականացնել։ Կամ քանիսն են եկել այստեղ ներդրում իրականացնելու։ Վերջինը, որ հիշում եմ, HSBC-ն ուղղակի երկրից դուրս եկավ։ Այսինքն, եթե դու քաղաքականապես քեզ տեսնում ես այդ կառույցում, առնվազն տնտեսական լուրջ համագործակցություն պետքա լինի, որ իսկապես չկա, կրկնում եմ, ներդրումներ չեն գալիս։ Իսկ այն մասով, որ ուկրաինական պատերազմի բերումով կարծում եմ լավ էր, որ մեր տնտեսությունը հնարավորություն ունեցա որոշակի այսպես դիվիդենդներ վերցնել, տնտեսվարողները փող են աշխատել, ինչը լավ է։ Այլ հարցը, թե դա ոնց է կապիտալիզացվել։ Իրական չի կապիտալիզացվել։ Այդ գումարները ոչ մի բան չեն դարել Հայաստանի Հանրապետության համար։ Այդքան պարտքը ավելացրել են։ Ուկրաինական պատերազմը հնարավորություն է ստեղծել այդքան գումար գեներացնելու, բայց ինչ է դարել դա մեր տնտեսության համար։ Տնտեսության ոչ մի ճյուղ, բացի խաղամոլությունից, այսինքն այդ կազինո եւ այլն, եւ այդ թմրաշրջանառությունից, որ էլի դարել է երևի առանձին ճյուղ, ոչ մի բան չկա, լուրջ արտադրություն չկա, լուրջ ինֆրաստրուկտուրա չկա, ամբողջ հարցը սա է, որ ոչ մի ձև չի բանանում, կենտրոնանում գումարը։ Չէր կարող լինել, որովհետև տվյալ դեպքում բիզնես կենտրոնացել է ապրանք վերավաճառելու վրա։ Որովհետև դրա վրա դու կարող ես նորմալ փող աշխատել, էլ ինչի համար ես դու ներդրում անում, գործարան կառուցում եւ այլ։ Ինքը այս մեխանիզմը արդեն ենթադրում էր, որ բիզնեսը սկսել է կենտրոնանալ այլ կարգի տնտեսական գործարքների վրա։ Սա ես եմ համամիտ եմ, որ լավ է, որ մարդիկ կարողացել են արագ կողմնորոշվել եւ դրա վրա փող աշխատել։ Բայց այդ աշխատած փողը չի կարող հավասարաչափ, այսպես ասենք, բաշխվել։ Մյուս կողմից տուրիստական հոսքն է մեծացել, այդ տուրիստական հոսքը հենց ավելի հավասարաչափ բաշխվելու մասին է։ Լավ կարևոր է, բայց եւս կախված չի մեզանից։ Հիմա տնտեսական քաղաքականությունը ես կրկնեմ այդ միտքը, ես ուզում եմ այդ միտքը հստակ լինի։ Մեր տնտեսական հաջողությունները մեծապես կախված են հսկայական մեծ շուկայից, ԵԱՏՄ-ի շուկայից, որի 90% Հայաստանի համար դա Ռուսաստանի շուկան է։ Եվ կրկնեմ, դու չես կարող քո արտաքին քաղաքականությունը չկապել այս հանգամանքի հետ։ Եթե դու չես կապում, ուրեմն դու ընդհանրապես չես հասկանում։ Դու տնտեսական առումով տգետ ես։ Եթե չես հասկանում, ինչ կարգի հետևանքների սա կարող է բերել։ Բայց ասում են մենք ԵԱՏՄ-ից դուրս չենք գալ, ինչքան էլ ասում են, օրենք են նույնիսկ ընդունել, բայց ասում են դուրս չեն գալ։ Ամեն տարի մեծանում է ԵԱՏՄ արտահանումը, Եվրամիության հետ էլ ասում են, հա, ինչ խնդիր կա, այսինքն ոնց որ ասում են կողմերը հակասություններ չեն տեսնում այստեղ։ Բացատրեք ավելի հակասությունը սա որն է տնտեսական ու քաղաքական քաղաքականությունների։ Շատ հստակ հայտարարում է, որ համատեղելի չեն։ Այս ինտեգրացիոն միավորումը Եվրամիության հետ համատեղելի չէ։ Հիմա դու մտածում ես, այսպես ասենք, մի միավորի հետ գնալ դեպի մի միավոր, որը քեզ տնտեսական ոչինչ չի տալիս, բայց քաղաքական քո հայտարարությունները ողջունում է եւ պատրաստ է քեզ դրթում է հակառուսական քայլերին, քո քաղաքականությունը այսօր վտանգում է քո տնտեսական շահերին։
Սա է։ Սա լրջագույն խնդրեմ է այսօր։ Նայեք, թերագնահատված է Հայաստանում Ռուսաստանի տնտեսական ներդրումը, իսկապես թերագնահատված է։ Մեկ վերջերս մի նախկին պաշտոնյա մի բան ասաց, որ Ռուսաստանը մի հարցազրույցի ժամանակ Ռուսաստանը Հայաստանում ներդրում չի արել կամ քիչ է արել։ Եվ ինձ մեր թիմակիցներից մեկը այդ կտորը հարցազրույցի ուղղակի ինձ ուղարկեց, ինձ զարմացրեց, որտեվ առաջի հերթին մենք պետք է օրինակ հիշենք նույն Հայրոս գազարդը 820 միլիոն դոլարի ներդրում Հայաստանի Հանրապետությունում։ Կայուն, օրինակ իմ նախագահության ժամանակ միջին գազի գինը եղել է 1000 խորանարդ մետրը մոտ 65-64 դոլար, 8 տարի եղավ 54 դոլար։ Նույն ժամանակ Եվրոպայում Ռուսաստանը գազը վաճառում էր 3-4 անգամ ավելի թանկ գնով։ Հիմա սա ներդրում է թե ոչ։ Հայաստան-Իրան գազամուտքի կառուցումը եւս այդ ընկերությունը արեց։ Ռազդանի 5-րդ էներգոբլոկը եւս այդ ընկերությունը արեց։ Ստորգետնյա գազի պահեստավորման այդ ծավալները կրկնապատկել են, որը մեր էներգետիկ համակարգի կայունությունն է համակարգի ապահովել։ Սա ներդրում է, թե ներդրում չի։ Հիմա այդ ամբողջը իրար հետ եթե գումարենք, հսկայական ծավալ է։ Սա կարևոր է մեզ համար, իհարկե կարևոր է։ 54 դոլար 1000 խորանարդ մետր գին գույություն չուներ։ Պարոն նախագահ, իսկ հիմա այդ նույն գինն է։ Այս ծավալների չէ, հիմա շատ ավելի թանկ է։ Շեշտակի է աճել։ Բայց ես ասում եմ այ ներդրումների մասին, որոնք հնարավորություն են տվել Հայաստանը ուղղակի ոտի կանգնեցնել։ Ես երբ դառել եմ նախագահ, իմ նաև նախաձեռնություններից մեկն էր այդ ռուս գազարդի ստեղծումը։ Այն ժամանակ գազոֆիկացման ծավալը եղել է մոտ 17% թե 20%։ Հասցրել ենք 95%, որ 95%-ը նշանակում է Հայաստանի տարածքի 95%-ը այդ հնարավորությունը ունի։ Կարող է մի բաժանորդ միանում է դրան, մյուսը չի միանում դրան, դա արդեն այլ հաշվարկ է, բայց մեր գազոֆիկացման աստիճանը եղել է համարյա կրկնակի ավելի մեծ, քան Ռուսաստանի հենց։ Մենք Ռուսաստանից գազ ենք բերում, բայց մեր համակարգը երազելի էր նաև եվրոպական երկրների համար, որտեղ գազոֆիկացման մակարդակը 30-40% է, մեծ մասում այդ երկրների։ Հիմա սա վերաբերմունք էր Հայաստանի նկատմամբ, թե վերաբերմունք չէր։ Էկոլոգիայի տեսանկյունից լրջագույն խնդրեմ էր անտառահատումները։ Գյուղական հատկապես բնակավայրում անտառները հատում էին։ Եվ ամեն մի գյուղ գազոֆիկացնելով մենք լուծում էինք նաև բնապահպանական հարց։ Որտեղ մարդիկ գազ էին ստանում եւ անտառ հատելու ոչի խնդիր այլևս չեն ունենում։ Շղթան բազմաշերտ է, այսպիսի հարցեր կան, որոնց մասին երևի մարդիկ արդեն մոռացել են, բայց պետք է հիշեցնել։ Եվ ես նման օրինակներ նաև այլ կարգի կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել։ Երբ որ դուք ասում եք, որ դա վերաբերմունքի հարց է, ոչ միայն Հայաստանի նկատմամբ ունեցած վերաբերմունքի, ես կարծում եմ նաև դա երկրների ղեկավարների միջև ձևավորված միջանձնային հարաբերությունների արդյունք է իմ կարծիքով, բայց ես հիշում եմ նաև ձեր գրքի մեջ դրա մասին պատմել եք, որ դժվար է չէ ստացվել այդ բանակցությունները եւ կարծեմ հրաժարվել եք ճաշելուց, առհասարակ ոնց են կառուցվում այդ հարաբերությունները նաև երկրի ղեկավար, բայց այս հարցը ոչ միայն հիշողությունը, այսպես հիշողությունները վերհանելու կոնտեքստում եմ հարցնում, այլ ուզում եմ հարցնել հնարավոր է երկրորդ անգամ կրկնել, այսինքն հնարավոր է հասնել գազի գնի իջեցման օրինակ։ Նայեք, ես չեմ կարող հիմա խոստանալ որ դա կանեմ, բայց ես կարող եմ ասել, որ այո հնարավոր է։ Հնարավոր է բանակցել, հնարավոր է ցույց տալ, որ սա փոխշահավետ է։ Մեր օրինակ այդ գազի գինը այժմ պահելու հիմնական մեր փաստարկները որն էին, որ դուք մեր գործընկերն եք, Հայրոս գազարդը 45-10% էր ձևավորվել,
45 Հայաստանի Հանրապետությունը, 45 Գազպրոմն էր եւ Իտերա կազմակերպություն կար, որը 10% էր կազմում, մասնավոր ընկերություն էր ռուսական։ Եվ մենք ասում ենք, որ հակառակը մենք պետք է էժան գազ ստանանք, որ դուք ուրիշներին ցույց տաք, որ ձեր մուտքը մեր այդ բիզնեսի մեջ որոշակի դիվիդենդներ է տալիս Հայաստանի Հանրապետությանը։ Ռուսաստանում կա մեր ընդհանուր անցյալից եկած որոշակի սենտիմենտալ վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ։ Պատմական հիշողություն։ Այո, պատմական հիշողությունն է, մշակութային, այսպես ասենք, կապերն են, որոշակի սենտիմենտալ բան կա, որովհետև Ռուսաստանում շատ են մտածում հետևյալի մասին, բա հայ ժողովուրդը ինչ կմտածի մեր մասին։ Օրինակ Տրամպը իր քաղաքականության մեջ, երբ որ Կանադայի վրա նայեզներ է անում, ասում է դա 51-րդ շտատ է, նա չի մտածում, թե կանադացին ինչ կմտածի իր մասին։ Նա չոր պրագմատիկ հաշվարկի մեջ է։ Ես մեկ-մեկ մտածում եմ, եթե Ռուսաստանը մտնի այդ չոր պրագմատիկ հաշվարկի մեջ, եւ սկսի ճիշտ այնպես քայլեր անել, ինչպես Տրամպն է վարվում, օրինակ Մեքսիկայի նկատմամբ, կամ Կանադայի նկատմամբ, կամ Գրենլանդիան, այսպես Դանիայի հետ կապված, ոնց է իր պարտներների վրա 100% ինչ որ տարիֆներ, հետո դառնում է 150, հետո դառնում է 40, հետո դառնում է վերջապես ոչ ոք չի հասկանում հիմա ինչ տարիֆային քաղաքականություն է։ Ռուսաստանը ունի այդ որոշակի քաղաքական սենտիմենտալության ինչ որ մի հանգամանք, որը մեր ընդհանուր անցյալից է գալիս։ Եվ շատ լավ է որ դա կա, եթե դա չլինի, մեր հետ, այսպես ասենք, որոշ այն շպագատները, որոնք այսօր իշխանությունը անում է կապված Միացյալ Նահանգների հետ, Եվրոպայի հետ, շատ թանկ կնստեր հայ ժողովրդի վրա։ Բայց այս բանը արձանագրենք էլի, որ գազի գնի իջեցման շուրջ բանակցություններ հնարավոր է։ Այդ կարծրացած չէ, իսկապես հնարավոր է հասնել։ Հնարավոր է։ Այն գները, որով մենք գնում ենք սպառազինություն Ռուսաստանում, այդպիսի գներ ոչ միտը չկա։ Ես չեմ կարող հիմա այդ գների մասին խոսալ, բայց այն ինչի շուրջ մենք պայմանավորվում ենք, ասեմ այսօրվա ասենց հայացքով եթե նայես, կարող է ֆանտաստիկայի ժանրից լինի։ Հնարավոր է ամեն ինչի շուրջ պայմանավորվել։ Այդ ձեր հարաբերություններով է պայմանավորված Պուտինի հետ։ Ոչ միայն հարաբերություններով։ Անձնական հարաբերություններով նկատի ունեմ, թե պետք է լինի փոխադարձ վստահություն։ Դու պետք է ցույց տալ, թե իրենց ինտերեսը ինչի մեջ է։ Վերջը միջպետական հարաբերությունները։ Իրենք պետք է հասկանան, որ եթե մի բան անում են, իրենց շահը ինչի մեջ է։ Նայեք, օրինակ Հայաստան-Իրան հարաբերությունների շրջանակներում մի հատ դիտենք մեր էներգետիկ համակարգ։ Հայաստան-Իրան գազամուղ։ Գազպրոմի շահերից բխում է թե չէ։ չէ։ Երկը չէ։ Իսկ խնդիր առաջացրել են ժամանակին։ Մրցակցային խողովակ էր։ Եվ երբ սկսեցի այս թեման քննարկել, սկսել եմ Գազպրոմի հետ, առաջարկել եմ միասին անենք։ Կատեգորիկ հրաժարվել են, ասել են, չէ, մեզ դա չի հետաքրքրում, բայց հետո հասել ենք նրան, որ Գազպրոմը ինքն է կառուցել այդ գազամուղ։ Այն ինչ առաջի հայացքից եւ առաջի արձագանքը բացասական էր եղել, որ մենք չենք մասնակցելու, բայց մենք Իրանի հետ կարողացանք բերել Հայաստանի տարածք եւ հաջորդ օրը պայմանավորվել ենք Գազպրոմի հետ, որ շարունակությունը իրենք են կառուցելու եւ մենք փող չենք ծախսել այդ ամենի վրա։ Հնարավոր էր դրան հասնել, հնարավոր էր։ Սա ամենից հեշտ բանը այն գլխից ասել սա հնարավոր չի, հնարավոր չի, սա հնարավոր չի, ոչինչ չանել։ Եթե դու ուզում ես ոչինչ չանել, դու ամեն օր պիտի պատճառներ փնտրես, թե ինչու դու դա սա չես անում։ Չլուսու խնդիր չկա։ Եվ այդպես չի, որ դու բարեկամ երկրի հետ երբևէ որևէ խնդիր չես կարող ունենալ։ Ուրիշ հարց է, եթե դու այդ խնդիրը հանրային ես սարքում, հետո դժվար է պայմանավորվել։ Նույնիսկ դուք ձեր օրինակի վրա վերցրեք, ձեր հարևանի հետ, մեկ ուրիշի հետ, հենց հրապարակային ինչ-որ կոնֆլիկտ է լինում, հետո արդեն սենց երես փրկելու, սենց թասիբը ուրիշներին ցույց տալու ինչ-որ գործոնն ասկսեմ աշխատել։ Դրա համար եթե կան ինչ-որ կնճիռներ,
որոնք կարող են խնդիրներ ստեղծել, պետք է առաջի հերթին սառնասիրտ հենց մտածել, սա շրջանցող տարբերակը ո՞րն է։ Եվ փորձել այնպիսի տարբերակ առաջացնել, որը չի նշանակում, որ մենակ ես եմ շահողը։ Նման հարաբերություններ գործընկերային չի լինում։ Գործընկերային հարաբերությունները նշանակում են հետևյալը, որ երկու կողմն էլ շահում են։ Երկու կողմն էլ ինչ-որ բան զիջում են, բայց բալանսը ընդհանուր եւ է տալիս, այլ ոչ թե կամ։ Ձեր ժամանակ օրինակ ձեր տարիներին շինարարական բում արձանագրվեց, դուք ինչպես եք տեսնում, մենք ինչպես ենք տեսնում ապագան, այսինքն շատ կարևոր է նաև անցյալի արածը ի ցույց դնելուն զուգահեռ նաև մարդկանց ներկայացնել, թե ինչպիսի ապագա ենք մենք տեսնում նաև տնտեսական մասով, որովհետև այո, հիմնական ասոցիացիաները, ոնց որ Աննան ասեց, ձեր հետ մեր դաշինքի հետ կապված ավելի շատ պայմանավորված է արտաքին անվտանգային հարցերով։ Նայր Ագնեսա, առաջինը իմ ժամանակ շինարարությունը այո բում էր ապրել, բայց գյուղատնտեսությունը միջին 8-9% տարեկան աճում էր գյուղատնտեսությունը։ Արդյունաբերությունը աճում էր։ Չկա որևէ մի ճյուղ, որը անկում կապրեր։ Չի կարող քո տնտեսությունը համաչափ զարգանալ, եթե այդ ամբողջ աճը կապված է մեկ ճյուղի հետ։ Սա խնդրեմային է, որտեղ շուկաների իրավիճակի փոփոխությունը բերելու է բավական լուրջ անկման։ Այն ժամանակ բազմաթիվ գործարաններ մենք աշխատացրել ենք, նաև գործարաններ։ Եվ հենց աշխատում ենք առաջի հերթին արդյունաբերության վերականգնման վրա։ Նայեք, ես մի օրինակ բերեմ, չափազանց կարևոր է երկրի առաջի դեմքի ընկալումը այս պահին ապագայի նկատմամբ տեսլականը ինչպիսին է իր այսպես կոչված gut feeling-ը, իր ինտուիցիան ինչ է իրեն հուշում եւ ուժու կամքը առաջ մղելու համար, եթե ունի ինչ որ համոզմունքներ։ Ես մի բարձ օրինակ բերեմ, անցյալից էլի պետք է օրինակ բերեմ, գիտեք, մեր անցյալը մեզ պետք է սովորացնի առնվազն թե ինչ չի կարելի անել։ Օրինակ երկարաշարժից հետո անմիջապես Հայաստանում էկոլոգիական մի ակտիվ շարժում էր, այն ժամանակ այդ ակտիվ էկոլոգիական շարժումը քաղաքականացվեց։ Այն ժամանակվա քաղաքական գործիչները ուղղակի նաև այս թեման որդեգրեցին, արդյունքում ինչ ստացանք մենք։ Ատոմակայանը փակվեց, Ալավերդու կոմբինատը փակվեց, Վանաձորի Քիմպրոմը փակվեց, 3 հսկա գործարաններ էին, եւ Նայրիտը փակվեց էկոլոգիական հիմնավորումներով։ Եվ այն ժամանակ կար իշխանություն եւ կար ընդդիմություն, իշխանությունը բավական թույլ էր, իսկ փողոցը ավելի շատ տնօրինում էր, այսպես ասենք, ընդդիմությունը։ Իշխանությունը չդիմացավ։ Առաջի քարտուղարը բավական թույլ էր այն ժամանակ Կենտկոմի 1-2 տարի դիմադրեին, չփակեին ատոմակայանը, երբ որ արդեն պարզ էր, որ սովետական միությունը կարող էր փլզվել, չփակեին, Հայաստանը չեր ունենա էներգետիկ ճգնաժամ ընդհանրապես։ Չեր ունենա 800 մեգավատ հզորության ատոմակայանը փակվեց։ Դրա հետևանքները մութ ու ցուրտ տարիներ, Սևանի ջուրը օգտագործվեց էներգիա ստանալու համար։ Նայեք, մի պարզ օրինակ է, չէ՞, մեր անցյալից։ Եթե այն ժամանակ իշխանությունը հստակ կամք դրսևորեր ու ասեր, սա չի կարելի անել։ Չի կարելի երկրի ողնաշարը, երկրի տնտեսության ողնաշարը ջարդել։ Սա մեր վրա է հանրադարձ ունենալու։ Իսկ այն ժամանակ բոլորը մտածում էին, դե սա սովետը կա, հիմա քիմիան խիմենք, վտանգենք մեր առողջությունը, քիմիան փակենք, ատոմակայանը փակենք, մենք հոսանք կստանանք սովետական միության, sense ռուսական արտադրողներից եւ այլ։ Բայց հետևանքը ծանրագույնն էր եւ այդ գինը տվել է հայ ժողովուրդ։ Իմիջիալոց նաեւ
մենք ունենք մեր ժողովրդի մեջ մի հատված, որոնց համար ասենց Ղարաբաղը ասոցացվում է այդ մութ ու ցուրտ տարիների հետ, բայց Ղարաբաղը պատճառը չէր այդ մութ ու ցուրտ տարիներին։ Պատճառ այն սխալ որոշումներն են, որոնք կայացվեցին Հայաստանում 89-90-ական թվականներին։ Էներգետիկ ճգնաժամի պատճառը Ղարաբաղը չէր։ Շարժման հետ են Պատճառը ատոմակայանի փակումն էր։ Հասկանում եք, սա այն ժամանակ կրկնեմ, այն ժամանակ, եթե օրինակ Կենտկոմի առաջ քարտուղարա, եթե չեմ սխալվում Սուրեն Արությունյանը, կամք դրսևոր էր, ուղղակի չփակեր ատոմակայանը, չփակեր Ալավերդու կոմբինատի եւ այդ քիմիան, մենք անկախությունը ձեր կբերեինք հսկայական ներուժ ունեցող արդյունաբերությունով։ Ես հետո նայրիտը բացեցի, վերագործարկեցի բավական դժվարություններով։ Երբ հետո փակվեց արդեն գազի գնի վերանայման հետ կապված ինչ-որ թանկացավ եւ այլ։ Բայց պրոբլեմը սրա մեջ էր։ Ես մի օրինակի վրա ձեզ ցույց եմ տալիս, թե ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ երկրի առաջի դեմքի որոշումները եւ ով է տալիս այդ գինը։ Հիմա ես եւս ասում եմ, այն ինչ անում է այսօր վարչապետը ծանրագույն հետևանքները ունենալու Հայաստանի Հանրապետության համար։ Արդեն ունի այդ հետևանքները եւ դա շարունակվելու է։ Մենք որպես ժողովուրդ ուզում ենք մեր անցյալից դասեր քաղենք, թե չենք ուզում։ Կառավարությունը չի կարելի սարքել կրկես եւ վարչապետը չի կարող ծաղրացու լինել այդ կրկեսում։ Սա այն է, ինչ ես այսօր տեսնում եմ։ Չգիտեմ, դուք տեսնում եք թե չէ, ձեր կարծիքը։ Մենք ավելի հաճախ ենք դա տեսնում դեմ դիմաց։ Այսքանը ամփոփենք երևի, կարծում եմ դեռ առիթներ կունենանք շարունակելու ժողովրդին ներկայացնելու, թե մենք ինչ ապագա ենք, ինչ կյանք ենք խոստանում մեր քաղաքացիներին, ոչ միայն անվտանգ սահմաններով, այլ նաև բարեկեցիկ ապրելով։ Այնց թվում է հաջորդը շատ ավելի կենտրոնացած պետք է լինի ապագայի սոցիալական հարցեր, սոցիալ-տնտեսական պետք է քննարկենք, կարծում եմ։ Պատրաստ եմ։